Բերով։ Ես պետք է շնորհակալության խոսք ասեմ։ Սիրելի ներկաներ, շատ պարտավորեցնող է նախ շնորհակալություն ավականու անդամներին, ովքեր նստած են։ Ես կարող եմ մի բան ասել, որ երբեք ձեր նստավությունը տեսեք ժողովրդի եւ ձեր նստավությունը երբեք չեք հանգած ամաչի ինքնաբարել։ Ինչքան էլ սարքելը շատ ուշ է ստացվում է, ճիշտ ասած, ամենահավանականը մեր ազգի մեջ կողմի մենք շատ ավելի տեղական կողմեր ունենք եւ ես ուզում էի, որ ասենք ազգի մեջ ավելի տեղականը շատ լիներ, քան բացասական։ Մի խոսքով ես շնորհակալություն եմ հայտնում եւ մի բան եմ ուզում ասել։ Սուրբ Գիրքն ասում է, թե լավ է Աստծո կամքով մի որբ լինի, քան մարդկանց կամքով թագավոր եւ իշխան։ Ես գտել եմ Տիրոջը եւ ասել եմ։ Նախ ես մի քիչ առաջ ասեցի, որ մարդկային խեղով ինձ պետք չէ։ Եթե ոգիս հելադրում է, դուք հավատացեք, որ մարդը պետք է ողում խեղը բանիտար կտրոնի գործանար։ Նամանաման մարդիկ ոգին ինչ-որ հելադրում է, այդպես առաջնորդվեք, օրինակ ինձ այդպես առաջնորդներ է իվերից։ Գիտեք, այդ դուխ այդ ամեն ինչը մարդի միջից գալիս է ոգի ես։ Որ Ադևացին ասում է, թե ոգին ինչ է, ոգին ուր է և անձուտ, լույս թապանցիկ, հող անվայրապան։ Տեսեք, ոգին ուր է և անյութ, նյութը հայտը պիտի վարեն, որ ջերմություն ստանան, բայց ոգին անյութից ջերմություն է։ Ինքը լույս է, որ մենք տեսնում ենք, մտքով սավառնում ենք, ոգին լույս է։ Եվ հողն է, շունչ է, տեսեք, որ հոգին տալիս ենք, մարմինը ջերմությունը գնում է, մարմինը անշնչանում է, շունչը դուրս է գալիս մարդու բերանից։ Եվ ասում է, քանի հոգի է, չի ասում, քանի մարդ է։ Այսինքն, եթե կարևոր հջիրներ պիտի կարացնեք ձեր հոգում, ձեր մեջ, ուրեմն անպայման հարցնեք ձեր հոգում, ինչի ինքը թելադրում։ Իհարկե կարող է եւ ամեն ինչ անել, որովհետեւ ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը դեմոկրատական ճանապարհ է։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը աշխատել է նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Մի խոսքով չեմ ուզում ես հիմա անցնել այդ դաշտ, հետական ցույց կտալ։ Բայց մի բան գիտեմ, որ Երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի համբերատար լինել, պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում էի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանդարտ որևիցե մեկը ուրիշ ձերի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել, իմս այդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցուն գամ, հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Սե մարմինս կոտրել, ոտքից չեն կոտրի, միանշանակ ես այդ սկզբունքով եմ։ Եվ մի բան գիտեք, որ մարդկանց հետ մի բան չեն արել, թողեցին ու գնացին։ Ամբողջությամբ թողին, գնացին, բան։ Այսքան քրեական գործերը վրես ես եկես ստացել եմ ես պարտականություն։ Դա ևս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտությամբ ջադագով լինել։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ բոլորիցը շնորհակալություն հայտնել ու դուք կտեսնեք, որ ոնց որ առաջ էր, որ ասում էին, թե մինչև 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդուտ է առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանցքում։ Գյումրու քաղաքապետարանը դարձել էր ժողովրդի հերանցումը։ Ճարահաճավ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետի մոտ։ Ուրեմն տալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Ես
ամեն շաբաթ 2 հատ ընդունելություն է արել։ Ուրբաթ օրերը մասսայական, շաբաթ օրերը բաժնիպետերի վրա է բարել, որ ասում է բաժնիպետերից եթե կոչեք, արագ իմ ճանապարհին բռնեցրեք։ Տեսնում եք, թե ոնց էին բաժնիպետերը գրում մարդկանց խնդրում եմ չասեք, խնդրում եմ չասեք, խնդրում եմ չասեք, այս սկզբունքը ես պահել եմ, որտեղ գրել եմ, ու այլպես շարունակելու եմ մինչև։ Չեմ ուզում շատ երկար բաներ ասել։ Եթե շատ ասել եմ, ես ինձ կներեք, որովհետև որ ասում է հայր մեր չի ասում հայրին, այլ աղոթում է բոլորի համար, աղոթողը։ Եթե մի քիչ մեծամիտ եմ եղել, եթե մի քիչ ասել ձայնս բարձր է առողջությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք, բոլորից եմ ասում, բոլոր մեր տեխնացուներից, եթե ինչ-որ որևիցը մեկը ինչ-որ բան է զգացել, ինձ ներողամիտ եղեք, և ժողովրդին, և տեխնացուներին, և մնացած։ Շնորհակալություն։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կողանամեքին, խապան, խոպան ու անպտուղ, անցավարանց արցուկի։ Ինչքան ծաղիկ պիտի ոսներ, որ չվոսավ ես հողին, ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին, Հովհաննես Հովհաննյան։